Զգացիք չէ ինչ եղավ։ Ուրեմն կալուգացի օլիգարխի կուսակցությունը սկզբում, հետո նաև ԲՀԿ-ն էլ միացավ նրանց եւ սկսեցին բողոքել եւ բողոքներ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ երկու տեղամասում զինվորները շարունակել են քվեարկել 20:00-ից հետո, չնայած եթե 20:00-ից հետո քվեարկությունները տեղամասում շարունակվում են, ապա ավարտվում են մինչև վերջին քվեարկողը եւ այստեղ որևէ խախտում ըստ էության չկա։ Չնայած այս հանգամանքին կենտրոնական ընտրական հանձնաժողովը տուրք տվեց այս բողոքներին եւ չեղյալ հայտարարեց ուրեմն քվեարկության արդյունքները, ինչի հետ ես կտրուկ անհամաձայնություն ունեմ, որովհետեւ սրա արդյունքում ամենաշատ ձայները կորցրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետեւ համապատասխանաբար ամենաշատ ձայները հավաքել էինք մենք, ու այս զրոյացնելու արդյունքում էլ ըստ էության գրեթե զրոյացան Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան անցնելու հնարավորությունները։ Ու հիմա էլ եկել են սրանից են բողոքում, այսինքն իրենց բողոքը բավարարվել է, հիմա էլ բողոքում են, որ իրենց բողոքը բավարարվել է։ Այ քեզ абսուրդ։ Ուրեմն ուժեղ Հայաստանն ու ԲՀԿ-ն փոսը փորեցին, իրենք եկան ընկան այդ փոսի մեջ։ Հիմա էլ ինչ-որ տեսանյութեր են հրապարակում, թե բա սա ժողովրդավարության անկում է, թե բա մեր ձայները գողացան, թե բա դուք հատում եք ժողովրդավարության կարմիր գիծը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ու սա ասում են մարդիկ, որոնք համատարած ընտրակաշառքների ստի եւ կեղծիքի հիման վրա ձայներ են գողացել եւ մանդատներ են գողացել։ Դուք ավելի լավ կանեք գոնե 1%, 0.0001% պատիվ ունենաք, ու այդ մանդատները չվերցնեք։ Փողով գողացած, ստով եւ կեղծիքով ստացած մանդատները։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։